Աղքատի երջանկությունը Լատիշական հեքիաթ Լինում են չեն լինում երկու գյուղացի Մեկը շատ աղքատ է լինում, մյուսը հարուստ Հարուստը տանել չէր կարողանում աղքատին Անընդհատ հայհոյում էր նրան և ամեն կերպ ծաղրում Հարուստն ամեն ինչ լիուլի ուներ Եվ մեղուներ, և հաց, և ձիեր Իսկ աղքատը հաճախ էր սոված մնում Նա ոչ մեղուներ ուներ, ոչ ձի, ոչ մի բան Մի ժամանակ մի քոսոտ կով ուներ, բայց նա սատկել էր Խեղճը ոչ մի կերպ չէր կարողանում աղքատությունից աչք բացել Կարիքն այնպես էր խեղճացրել նրան, որ քիչ էր մնում պառկեր ու մեռներ Վերջապես նա որոշում է գնալ հարուստի մոտ և հաց խնդրել Գալիս է հարուստից հաց խնդրելու, իսկ հարուստը շներին բաց է թողնում նրա վրա ու դեռ հեռվից էլ գոռում է Էդ էր պակաս, որ ամեն քնձռոտի մոտս թողնեմ, գնա աշխատիր, էն ժամանակ հաց էլ կունենաս Աղքատը բոլորովին իրեն կորցնում է Ոչ մի տեղից օգնություն չի կարողանում ստանալ Իսկ դատարկ ձեռքերով էլ տուն վերադառնալ չի կարելի Եվ աղքատը որոշում է գնալ անտառ և կախվել Գալիս է անտառ ու հենց բացատում հանդիպում է մի ծերուկի Ո՞ւր ես էդպես տխուր գնում, հարցնում է ծերուկը Ես հաց չեմ ճարում կնոջս ու երեխաներիս համար Պարտք էլ ոչ ոք չի տալիս Դրա համար էլ որոշել եմ անտառում կախվել Արի ինձ հետ, ասում է ծերուկը Ինձ համար մի գործ կանես ու ես քեզ հաց կտամ Ինձ աշխատող է պետք Աղքատը համաձայնվում է Ծերուկը տանում է նրան հեռու ու անտառի խորքը Նա այնտեղ ապրում էր մի փոքրիկ խրճիթում Աղքատին գործ է տալիս և խոստանում լավ վարձատրել Աղքատը վերջացնում է ծերունու ասած գործը և ծերուկը նրան բերում է մարագ, որտեղ մի կույտ ոսկեդրամներ են լինում Պարկդ փող լցրու, ասում է ծերուկը աղքատին Լցրու այնքան, ինչքան կարող ես տանել Բայց եթե չափից շատ վերցնես, ոչինչ չես ստանա Աղքատը վերցնում է մի բահ ոսկի և լցնում պարկը Հերիք է ինձ էսքանը, հիմա ամբողջ տարի հաց կունենամ Դե եթե նրան այդքանը բավական է, ուրեմն բավական է Ծերուկը նրան թողնում է ու տուն գնում Աղքատը վերադառնում է տուն Բերում է պարկը տուն և ինչ տեսնի Պարկը բերն է բերան լիքն է ոսկով Հաշվել հնարավոր չէ Կնոջն ուղարկում է հարուստի տուն, որ կոտը բերի և ոսկին չափեն Մի իմանամ, թե կոտը աղքատի ինչին է պետք, մտածում է հարուստը Կոտը տալիս է, բայց թաքուն խեժ է քսում կոտի տակ Դե որպեսզի իմանա, թե աղքատն ինչ է չափում դրանով Աղքատը չափում է իր ոսկին և չի նկատում, որ կոտի տակ խեժ է քսած Երբ կոտը ետ է ուղարկում, հարուստն իսկույն տեսնում է նրա տակին կպած ոսկին Ասես եռացրած ջուր են լցնում հարուստի վրա Էս որտեղից է աղքատին այսքան փող Իսկույն վազում է աղքատի մոտ Որտեղից ես վերցրել այսքան փողը Անտառում մի ծերուկի հանդիպեցի, որն ապրում է հին խրճիթում Դե նա էլ տվեց Հարուստն իսկույն վերցնում է պարկը և վազում անտառ Անտառի բացատում հանդիպում է մի սպիտակամորուք ծերուկի Էս ուր ես գնում, հարցնում է նրան ծերուկը Անտառ, կախվելու, ընտանիքս չեմ կարողանում կերակրել, պատասխանում է հարուստը, որին աղքատը ամեն ինչ պատմել էր Հա, լավ, ես քեզ հաց կտամ, պատասխանում է ծերուկը Միայն թե դու ինձ մոտ պիտի աշխատես Հարուստն ամեն ինչի համաձայնվում է Մենակ թե հասնեմ ոսկուն, մտածում է նա
շտապելուց մի կերպ վերջացնում է գործը։ Հետո ծերուկը նրան տանում է մարակ, որտեղ ոսկու կույտը կար։ Շատ է ուրախանում հարուստը։ Այ թե հիմա կփառավորվի։ Լցրու պարկիտ մեջ այնքան, ասում է ծերուկը, որքան կարող ես տանել։ Եթե չափից դուրս շատ վերցնես, ապա ոչինչ չես ստանա։ Հարուստը մի բահ ոսկի է լցնում պարկի մեջ, հետո երկրորդը, իսկ ծերունին զգուշացնում է նրան. «Տես հա, չես կարողանա տանել»։ «Իսկ ինչ կա որ էստեղ», պատասխանում է հարուստը։ Պարկի կեսն արդեն լցվել է, իսկ նա դեռ շարունակում է լցնել ու լցնել։ Այնքան ոսկի է լցնում, մինչև պարկը բերնեբերան լցվում է։ Իսկ հենց ուզում է պարկը գետնից բարձրացնել, պարկը ճղվում է և բոլոր ոսկիները թափվում են։ Այսպես ագահ հարուստը ոչ մի գրոշ էլ չի ստանում և դատարկաձեռն վերադառնում է տուն։ Աղքատը նրանից լավ է ապրում, իսկ հարուստը կամաց բոլորովին սնանկանում է։